Դեկտեմբերի 16-ից 21-ը այցելեք իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահ ձեր ամանորյա հրաշքի հետևից։ Սալիկներ, սանկերամիկա, պաստառներ, ջերուցում, լամինատ, դռներ եւ ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար մեկ վայրից։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ Հանրապետության քննչական կոմիտեի ավագ քննիչը իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, որի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է վարույթով ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից։ Պարզվել է, որ Երևանի բնակչուհու կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննության ընթացքում վերանշված ավագ քննիչը կազմել է համապատասխան արձանագրություն, համաձայն որի վերցրել է դեպքի ժամանակ հիշալ բնակչուհու հագին եղած արժանանման հետքերով հագուստները, սակայն այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու այլ դատավարական գործողություններ չի կատարել։ Համապատասխան փորձաքննություններ չի նշանակել, ինչի հետևանքով խաթարվել է պատշաճ քննության ընթացքը։ Քննիչին մեղադրանք է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը կազմակերպել ու անցկացրել է կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում համայնքում գտնվող հողատարածքները ապօրինի եղանակով օտարել է իր մտերիմներին։ Պարզվել է, որ համայնքի ղեկավարը իր մտերիմին 7.700.000 դրամ արժողությամբ 3 հողակտորներ օտարելու նպատակով, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, դարձյալ հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ անցկացրել է նշված հողակտորների կեղծ աճուրդ վաճառքներ, որի հետևանքով Աղավնաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, նրան մեղադրանք է ներկայացվել։ Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար ՀԳ-ն նախնական համաձայնության գալով Եվրամիության հայաստանյան գրասենյակի աշխատակից ՄՊ-ի, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների եւ այլ անձանց հետ Եվրամիության պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով եւ դրանց արդյունքում հաղթող ճանաչվելով 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 11 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 միլիոն դրամ։ ՀԳ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոցը կալանավորում, հայտարարվել է միջազգային հետախուզում։ Դեկտեմբերի 9-ին դատախազը հաստատել է ՀԳ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկել դատարան։ Մալաթիայի ոսկու շուկայում իրականացված քննչական գործողությունների արդյունքներով ձերբակալվել է 1 անձ, նախաձեռնել է քրեական վարույթ, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի առարկաների ապօրինի շրջանառությունը հատկանիշներով։ Ձերբակալված անձը Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենն է։ Դեկտեմբերի 13-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Միասնիկյան փողոցում գտնվող դեղատանը վաճառողին տվել են 50,000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ։ Ոստիկանները պարզել են, որ մի կին նշված դեղատանը գնելով 11.800 դրամի ապրանք տեղագործ վաճառողուհուն տվել էր 50,000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ եւ ստացել 38.200 դրամ մանրը։ Պարզվել է, որ նշված արարքը կատարել է Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին։ Նա նույն օրը կեղծ թղթադրամով առևտուր էր արել նաեւ Մարտունի քաղաքի Պրոշյան փողոցում գտնվող դեղատնից։ Այս դեպքում ևս գնումների դիմաց վճարել էր 50,000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով ու ստացել 32,000 դրամ մանրը։ Դեկտեմբերի 15-ին 37-ամյա կինը հայտնաբերվել է։ Դեկտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված կամազ մակնիշի աղբատարը Հրացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնեսյանն ու կողաշրջվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 18-ին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ժանգտոկ մակնիշի ավտոբուսի վարորդը մեքենան կայանել է, ապա իջել, սակայն մի քանի րոպե անց նկատել, որ ավտոբուսը հետընթաց շարժվում է, կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում։ Վարորդը փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 18-ին ներքին Դվին գյուղում 2106 մակնիշի մեքենան առանց պետհամարանիշերի բախվել է ճանապարհին կայանված պազ մակնիշի ավտոբուսին, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 18-ին Ապարան Գեղարոտ ավտոճանապարհին Արագածոտնի մարզի 16-ամյա բնակիչն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված հայտնվել դաշտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 18-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ փրկարարները մարել են Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա մնացականի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։